Ողջույն իմ սիրելի հետևորդներ, այս անգամ որոշել եմ ձեզ ներկայացնել, թե ինչպես են մայոնեզը պատրաստում։ Ես իմ տարբերակն եմ ցույց տալու, շատ փորձված և համեղ է ստացվում։ Ուրեմն օգտագործում ենք 200 մլ բուսայուղ և բուսայուղի մեջ ավելացնում ենք մի հատ ձու։ Ձուն պետք է այնպես ավելացնենք բուսայուղին, որ դեղնուցը չփլվի։ Ավելացնում ենք կես թեյի գդալ աղ, 1 թեյի գդալ շաքարավազ, 5-ից 6 կաթիլ էսենցիա և հարում ենք ձեռքի բլենդերով։ Բլենդերը պետք է այնպես իջացնենք, որ ձվի դեղնուցին չվնասենք և անմիջապես հարելուց այն սկսի սպիտակելն ու պնդանալը։ Պետք է հենց սկզբից մայոնեզի տեսք ունենա։ Ահա սիրելիներս, ես պատրաստեցի, հիմա վերջում ավելացնում եմ մի փոքր կիտրոնի հյութ, թարմը քամած կիտրոնի հյութ, 1 թեյի գդալի չափով։ Սա ինձ համար ամբողջ համը բերում է տեղը, լրիվ լրացնում է։ Շատ լավ է ստացվում, աղցանների մեջ այն չի հալվում, չի ջրիկանում, պահպանում է իր տեսքը, համը շատ համեղ է դարձնում աղցանները։ Մի խոսքով փորձված տարբերակ է, շատ հաճախ եմ պատրաստում, եթե չեմ շտապում, շտապելուց խանութ եմ վազում։ Մի խոսքով այսքանը սիրելիներս։ Դուք էլ փորձեք այս տարբերակով և կհամոզվեք, վստահեցնում եմ, ձեզ էլ հենց դուր կգա։ Իսկ հիմա մի համեղ աղցան պատրաստեմ։ Այսօր շատ համեղ ու հետաքրքիր նոր համի աղցան եմ պատրաստել։ Շատ վիտամիններ է պարունակում, շատ օգտակար է մեր օրգանիզմի համար։ Վերցրել եմ գլուխսող, հազարի տերևներ, մաղադանոս, սիսեռ եփված, բուսայուղ, աղ, սև պղպեղ, մայոնեզ և կիտրոն եմ օգտագործելու։ Հերթականությամբ կտրատում ենք կանաչիները, գլուխսոխը և համեմում։ Շատ մեծ և շատ փոքր կտորների չեմ բաժանելու հազարի տերևները, եթե մեծ լինի, անհարմար կլինի սիսեռի հետ, իսկ եթե մանր լինի, տեսքը կկորցնի աղցանի մեջ, դրա համար միջին չափի ենք կտրատում։ Սոխը ինչպես կցանկանաք, այդպես է կտրատեք, կարևորը լինի շատ բարակ շերտերով։ Մաղադանոսը, ինչպես մեր խոհարար Հակոբն է ասում, ազատ քեղը կտրատում ենք մանր։ Ահա սրանք են գլխավոր կանաչեղենից բաղադրիչները։ Հիմա աղ, սև պղպեղ ենք անում, կիտրոնի հյութ ենք քամում և ավելացնում ենք նախօրոք եփված սիսեռը։ Ես սիսեռը 1 օր առաջ չեմ թրջել, որովհետև այդ դեպքում պարտադիր կեղևը դուրս է գալիս, իսկ մենք շատ ժամանակ այդ կեղևը չենք անում, երբ անմիջապես դնում ենք գազին եփվելու։ Այդ դեպքում կեղևը չի առանձնանում։ Այս աղցանը շատ հարմար է նաև պահքի ընթացքում։ Եթե պահք պահողներ կլինեն, ապա մայոնեզ չեն ավելացնում, այստեղ ավելացնում են մի 3 ճաշի գդալի չափով բուսայուղ և մատուցում են։ Իսկ այն մարդիկ, ովքեր պահք չեն պահում, առանց բուսայուղի ավելացնում են մայոնեզը և մատուցում։ Շատ համեղ է, համերը շատ համահունչ են, մեզ համար նորություն էր։ Բոլորս էլ համարյա սիսեռը օգտագործում ենք ապուրի մեջ կամ շատ պասուց տոլմա փաթաթենք և ատամ հատիկ, ես այդ 3 տեղն եմ օգտագործում, բայց այս անգամ որոշեցի աղցանի մեջ էլ օգտագործել, չէ որ այն բավականին շատ B խմբի վիտամին է պարունակում իր մեջ։
Այսքանը սիրելիներս պատրաստեցի, թեթև համեղ աղցան, շատ կարճ տևեց ժամանակը պատրաստելու, մատուցում ենք կիտրոնով ըստ ցանկության։ Շնորհակալ եմ, որ ինձ դիտեցիք, կհանդիպենք նոր տեսանյութերում։